Բարև ձեզ, Արմոր ռադիոյի եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է, ես Հասմիկ Բուդաղյանն եմ, ձեզ կներկայացնեմ այսօր սոցցանցերում առավել շատ քննարկված թեմաներն ու դրանց մեկնաբանությունները։ Առանձնացրել եմ հետևյալը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգի դեմ բողոքում են մի շարք կազմակերպություններ ու օգտատերեր։ Օգտատերերի բողոքը հանձնաժողովի մեկնաբանությունը։ Դարձյալ կանանց մեկամսյակի մասին մարտի 8-ը տոնել թե ոչ, քննարկումները շարունակվում են։ Մաշտոցի այգու մարտի 8-ը։ Մեր երկրում ազատ խոսք կա, Արմեն Շեկոյանի կարծիքը։ Շուշան Պետրոսյանն ուզում է պատգամավոր դառնալ։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Արդեն քանի օր է մամուլն ու սոցցանցերի օգտատերերը քննարկում են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2012 թվականի հունվարի 31-ին ընդունած ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին թիվ 18Ն որոշումը։ Facebook-ում օգտատեր Արտակ Եղիազարյանը գրում է. Հայաստանի ԿԸՀ-ն որոշել է հավատարմագրել այն լրագրողներին, որոնք դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել, որոնց դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված է եւ ամենակարևորը ընտրական հանձնաժողովների պաշտոնատար անձանց գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով։ Արտակ Եղիազարյանը կարծում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետին մտքեր ունի եւ լրատվամիջոցների գործունեությունը այսպիսով կխոչընդոտվի։ Լսենք Արտակ Եղիազարյանին։ Ամբողջ խնդիրը որն է, ցանկացած իրավական նորմ, որը որ նշվում է, ու հատկապես ես կարծեմ Տիգրան Մուկուչյանի դեպքում, որը լուրջ իրավաբան է, ունի հեռահար ինչ-որ նպատակներ։ Ուստի իմ ամբողջ մտահոգությունն է, որ դա կարող է որոշակի դեպքերում օգտագործել, եթե ոչ այս ընտրությունների, ապա գալիք ընտրությունների հետ կապված, ասենք նախագահական ընտրությունների հետ կապված, որոշ լրատվամիջոցների մուտքը ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողով արգելափակելու կամ սահմանափակելու համար կամ կոնկրետ որոշ լրագրողների։ Ու ինձ համար կոնկրետ անձամբ բավական տարօրինակ էր ԿԸՀ նախագահի արդարացում լուրջ աղմուկից հետո, որ իրենք որևէ միտում չեն ունեցել նման բաններում։ Ցանկացած դրույթ, որը նշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների կապված, ունի իր լուրջ բացատրությունը, ցանկացած գերատեսչության։ Այսինքն եթե գերեն ունեն ինչ-որ հեռահար նպատակներ, իմ ամբողջ մտահոգությունը դա է, որ որոշ դեպքերում կարող է սահմանափակել։ Ինքը լինելով ազատ խոսքի ջատագով ուղղակի պահանջում է, որ այդ դրույթը ընդհանրապես հանվի որոշման միջից։ Ես ինքս անձամբ բավականին կոշտ եմ արտահայտվել իմ Facebook-յան էջում ու բավականին մեծ թվով լրագրողներ միացել են այդ իմ ստատուսին, այսինքն հավանել են եւ նշել իրենց մտահոգությունները, որ դա պարզապես հեռահար նպատակներ ունեցող ինչ-որ քայլ եմ դիտարկում, ընդամենը այսքան։ Եթե կցանկանա, որ որևէ հեռահար բան չլինի, բայց չեմ հավատում, որ նման բան չի կարող լինել։ Պարզապես դրա համար պարզապես պահանջում եմ հանել նման կարգը։ Եթե դա չի վերաբերում ինձ, դա չի նշանակում, որ չի կարող վերաբերել մեկ այլ լրագրողի։ Արտակ, բայց այդ որոշումը 2004-ին է եղել, չէ՞, ինչի է։ Գիտեք, ես անձամբ եթե 2004 թվականին ներքին որոշում կամ ինչ-որ նման կարգ է եղել, անձամբ ինքս նման բանի չեմ առնչվել ու չեմ ցույց որ լրագրողական հանրությունը իր ձայնը բարձրացնի։ Այս դեպքում ինչ-որ կամ հրապարակման դեպքը հրապարակվել է, կամ ինչ-որ ավելի մեծ աղմուկ է բարձրացել եւ մեծ թվով լրագրողներ ուղղակի դա գնահատել է որպես խոսքի ազատության դեմ ուղղված դրույթ։ Այսինքն նշանակություն չէ, եթե մարդը որևէ ընտրական հանձնաժողովի հետ, ասենք տեղառացք խնդիր ունի ու դա այդ խնդիրը կարգավորվել է օրենքով, ասենք ինքը երկում է տպագրել կամ զրպարտության կամ վիրավորանքի համար դատարանը իր դեմ վճռակացել, այդ դեպքում ԿԸՀ-ն իրեն չպետք է իրավունք վերապահի սահմանափակելով տվյալ լրագրողի իրավունքները։ Զրուցում էինք լրագրող Արտակ Եղիազարյանի հետ։ Նշեմ, որ մի շարք կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն առնչվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգին, որով պահանջում են վերանայել կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջարկած կարգը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարել է, թե այս կարգը լրագրողների իրավունքների ակնհայտ անընդունելի սահմանափակում է։
Առավոտ թերթն էլ այս առնչությամբ օրերս գրեց, որ շատերի համոզմամբ այդ դրույթները վտանգավոր են, որովհետև կարող են լրագրողին կամ լրատվամիջոցին լռեցնելու համար որպես մահակ օգտագործել, առավել ևս ընտրական շրջանում լրագրողների դեմ քրեական գործեր սարքել, մեղադրել նրանց իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ եւ մերժել կամ դադարեցնել նրանց հավատարմագրումը կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը թերթի հետ զրույցում չի բացառել, որ այս կարգը կարող է վերանայվել։ Ինձ համար մի քիչ արտառոց է, որ այս որոշումը նման արձագանքների արժանացավ, որովհետև այդ որոշման մեջ ամրագրված դատողությունները գուցե ոմանց համար նոր հայտնություն էին, բայց դրանք նոր բան չէին։ Այդ բոլոր կանոնակարգումները կային 2004-ին ընդունված որոշման մեջ, որը գործել է մինչև 2011 թվականը, բայց երբևէ նման արձագանք չի եղել, ասել է Տիգրան Մուկուչյանը։ Հարցը մեր խնդրանքով կրկին մեկնաբանեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Շատ կարևոր է, որ ուրեմն 2004 թվականից 2011 թվականը ներառյալ եւ գործել է անգամ 2004 թվականի որոշումը երբևէ հավատարմագրման պայմանավորված խնդիրներ չեն առաջացել։ Իհարկե համարում տեղեկացնել, որ այդ դրույթների ամրագրումը նշված որոշման մեջ բնավ երբևէ չէր կարող որևէ նպատակ հետապնդել սահմանափակելու, խոչընդոտելու լրագրողների գործունեությանը, մասնավորապես պայմանավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջիններիս հավատարմագրման իրականացման ինստիտուտի հետ։ Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ նոր որոշման ընդունումից հետո էլ արդեն շուրջ 26 կազմակերպություններ ներկայացրել են համապատասխան դիմումներ, 40 լրագրողներ հավատարմագրվել են եւ երբևէ նորից որևէ խնդիր չի առաջացել կապված ուրեմն մերժման հետ։ Այսինքն ի սկզբանե կենտրոնական ընտրական հանձնաժողովի որդեգրած մոտեցումը բաց է, թափանցիկ, հատկապես լրատվամիջոցների համար։ Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում երբևէ որևէ անգամ նույնիսկ չի քննարկվել խնդիր, որպեսզի արհեստական որևէ խոչընդոտ, որևէ ինչ-որ բարդույթ ստեղծվի, որպեսզի լրագրողները չկարողանան արտադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ լուսաբանել նրա գործունեությունը։ Եվ այս առումով անկեղծ ասած շատ տարօրինակ էր նաև այն մոտեցումները, որ առկա էին, որովհետև ամենատարբեր մեկնաբանումների առարկա դարձավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման մեջ ամրագրված դրույթները, միանշանակ հավաստիացնում են, որ երբևէ նման անգամ միտք ուղղակիորեն չի եղել։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ իհարկե կարևորելով այն հանգամանքը, որ մամուլում մտահոգություններ են հնչում, մտահոգություններ, որոնք ամենատարբեր զարգացումների են հանգեցնում, անգամ տեսակետներ են հնչում, որ դրանք հետին միտումով ամրագրված դրույթներ են եւ այլն, այս ամենը կարևորելով կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս մանրակրկիտ քննարկման առարկա է դարձրել բոլոր մտահոգությունները եւ չնայած այն հանգամանքին, որ այդ ու ամենայնիվ այդ դիրքորոշումների հետ համակարծիք չէ, այդ ու ամենայնիվ այդ որոշման դրույթները համոզված են, որ չեն կարող հիմք հանդիսանալ լրագրողների իրավունքները սահմանափակելու, լրագրողների համար, այսպես ասենք, լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք ինքներս էլ կարծում ենք, որ հնչեցված մտահոգությունները մեկ անգամ եւս քննության առարկա անպայման կդարձվեն եւ կարծում եմ շատ մոտ ապագայում կհան իր դիրքորոշումը որոշակիորեն կարտահայտի նաեւ նշված հարցի վերաբերյալ, որից առավել քան հստակ բարձ կդառնա, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշումը կամ նրա առանցին դրույթները երբևէ որևէ հետին միտք իրենցում չեն պարունակել։ Լսում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մեկնաբանությունը։ Սոցցանցերը շարունակում են քննարկել մարտի 8-ի հարցը։ Ամեն տարի նույն պատմությունն է։ Մարտի 8-ի հետ կապված սովետից մնացած հիշողություն է, ով մտցրեց, ով հանեց, ինչու ենք տոնում։ Մաշտոցի պուրակի պայքարը ցույց տվեց, թե ինչ է այսօր մարտի 8-ը։ Խանութներում տղամարդկանց եւ ոչ միայն հաճելի իրարանցումը ցույց է տալիս, թե ինչ է այսօր մարտի 8-ը։ Հիմա ով ուզում է թող ընդունի, ով չի ուզում թող չշնորհավորի։ Ես համոզված եմ, որ ով ասում է, որ չի ընդունում այս տոնը, տանը հաստատ շնորհավորում է իր մորն ու կնոջը։ Պետք չէ բաց թողնել հաճելի բառեր, նվերներ, ծաղիկներ շռայլելու պահը։ Ամեն մեկն իր իմաստն է դնում այդ օրվա կամ ամսվա մեջ եւ դա բնավ չի նշանակում, որ մյուս օրերին կանանց չպետք է մեծարել ու լավ վերաբերվել։ Իսկ Մաշտոցի այգին մարտի 8-ը նշում էր այսպես. Այգին մեր
Ես շնորհավորում եմ այն օրինակի համար, որ երիտասարդները ցույց են տալիս, թե ինչպես են ստրուկը իրենց միջից հանում եւ մեզ համար դառնում օրինակ։ Մենք պարտավոր ենք իրենց հետևել, մենք պարտավոր ենք այս օրը կարևորել մեր կյանքում եւ նման օրերի շատացումը կվկայի այն մասին, որ Հայաստանը դառնալու է այն երկիրը, այն պետությունը, որին արժանի են այս երիտասարդները։ Լսում էինք ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանին, ով Մաշտոցի պուրակում էր, ձայնը Ազատություն AM-ից էր։ Գրող Մարինե Պետրոսյանը, որ Մաշտոցի պուրակում ելույթ էր ունեցել մարտի 8-ի կանանց պայքարի մասին, Facebook-ում մի բանավեճի ներքո նորից տեղադրել է իր կարծիքը։ Ես ինքս ոչ ֆեմինիստ եմ, մինչև հիմա եղել, ոչ էլ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ, բայց այսօր ինձ համար ակնհայտ դարձավ, որ կանանց իրավունքների համար պայքարը շատ արդյունավետ մասը կարող է կազմի Հայաստանում փոփոխությունների հասնելու համար մղվող պայքարի։ Սովետական միության սկզբի հեղափոխական ավանդույթը հետո շուռ տրվեց գլխի վրա ու վերածվեց իր հակադրությանը։ Դա վերաբերում է թե մշակույթին, օրինակ ֆուտուրիստների արգելումը եւ այլն, թե կոնկրետ այս մարտի 8-ի խնդրին։ Սովետի վերջին տարիներին մարտի 8-ը հենց այն քաղաքենիական տոնն էր, ծաղիկ նվիրելու եւ սիրուն խոսքեր ասելու տոնը, որին այսօր ի դեպ փոխարինում է ապրիլի 7-ը, կարծում է Մարինե Պետրոսյանը։ Լրագրողական խնդիրների մասին սերնդափոխություն անցնող ժամանակը Մեդիայեմ կայքում լրագրողների սերնդափոխության խոսքի ազատության խնդիրներին է անդրադարձել գրող հրապարակախոս Արմեն Շեկոյանը։ Որպեսզի Հայաստանում թերթերն ապագա ունենան, լրագրողների նոր սերունդը ոչ միայն պետք է ազատվի ավագների ստվերից, այլև պիտի հակադրվի ավագներին։ Ջահելներն ինչպես թեղուտի ու շրջակա միջավայրի համար են համարձակորեն ու ստեղծագործաբար պայքարում, նույն կերպ էլ պիտի հանուն ազատ տպագիր խոսքի պայքարեն, որովհետև այս ասպարեզում դեռևս լիքը անելիքներ կան։ Առաջին հայացքից թվում է, թե ազատ ու անկախ մամուլը Հայաստանում լիովին կայացած է, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։ Իրականում մեզ մոտ ոչ թե ազատ մամուլն է կայացել, այլ հիմնականում ընդդիմադիր մամուլը։ Մենք շատ ենք խոսում ու գրում այն մասին, որ Հայաստանի իշխանություններն օլիգարխների կամակատարն են, բայց երբեք չենք խոսում լրատվամիջոցների ու օլիգարխների առնչություններից, որոնք մեղմ ասած գոյություն ունեն։ Ավելորդ է ասել, որ Հայաստանում ընդդիմադիր մամուլն ավելի քան կայացած է եւ ինչքան էլ նույն այդ ընդդիմադիր մամուլը պնդի, թե Հայաստանում գրավոր խոսքի ազատություն չկա, այդ պնդումներին վաղուց հավատացող չկա։ Նույն ընդդիմադիր մամուլն իր իսկ գոյությամբ հաստատում է, որ այսօր մեր թերթերն ու մեր լրագրողները կարող են իրենց սրտի ու մտքի ուզածը գրել, ասում է Արմեն Շեկոյանը։ Այլ հարց է, որ մեզանում ընդդիմադիր խոսքը հաճախ շփոթվում է ազատ ու անկախ խոսքի հետ։ Կարող ես ընդդիմադիր լինել, բայց ազատ չլինել։ Հայաստանի անկախության առաջին տարիներին Երկիր օրաթերթն ամենաընդդիմադիրն էր, բայց եւ ամենակախյալն էր եւ չափազանց կախված էր դաշնակցությունից։ Հիմա էլ մեր ընդդիմադիր թերթերը որոշակի կախվածություն ունեն քաղաքական որոշակի ուժերից ու որոշակի ազդեցիկ անհատներից։ Մեր երիտասարդները, որ հաջողությամբ պայքարում են թեղուտի համար եւ Մաշտոցի պողոտայի հարակից կանաչ տարածքներն էլ ահա փրկում են, նույնպիսի կամք ու նպատակասլացություն պիտի դրսևորեն նաև մեր տպագիր մամուլի գոյատևման եւ ազատ մամուլի կայացման գործում, որովհետեւ պայքարը միշտ էլ երիտասարդների մենաշնորհն է եղել, իսկ տպագիր մամուլի համար իսկապես արժե պայքարել։ Որովհետև Հայաստանում դեռևս թերթ կարդացողներ կան եւ չնայած թերթ կարդացողները հիմնականում միջին եւ միջինից բարձր տարիքի մարդիկ են, թերթ ստեղծողները պիտի ջահելներ լինեն, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ տարեց լրագրողները դժվարանում են բավարարել տարեց ընթերցողների պահանջները, որովհետև տարեց լրագրողներն արդեն գրելուց հոգնել են, մինչդեռ տարեց ընթերցողները թերթ կարդալուց չեն հոգնել։ Գրում է գրող Արմեն Շեկոյանը։ Հաջորդ առավել շատ քննարկված թեման երգչուհի Շուշան Պետրոսյանի հայտարարությունն է։ Շուշան Պետրոսյանը կընդունի ազգային ժողովի պատգամավոր առաջադրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հակոբ Բադալյանը Շուշան Պետրոսյանի այս հայտարարությունից հետո գրառում արեց. «Մեր այսպես կոչված շոու բիզնեսի աստղերը աշխարհի ամենաասելիք ունեցող մարդիկ են ամբողջ աշխարհում, երևի տասնամյակի ընթացքում շոու բիզնեսի ներկայացուցիչների այդքան ասուլիս չի լինում, ինչքան որ դրանց ասուլիս է լինում Հայաստանում։ Ընդ որում, այդ ասուլիսներն էլ ոչ թե ինչ որ նոր համերգի, նոր ձայնասկավառակի կամ նոր նախագծի մասին է, այլ իրենց գլխից մեծ թեմաների մշակույթ, քաղաքականություն, հասարակություն, ապագա ֆլան-ֆստան։ Ասա ասուլիս տալու փոխարեն գնացեք մի եկեղեցու կամ Սար ու Ձորի ֆոնին կանգնեք, մի կլիպ ավելի նկարեք։ Գոնե դրանով ձեզ օգուտ տված կլինեք, թե չէ ասուլիսով նույնիսկ ձեզ ոչ մի օգուտ չեք տալիս», գրում է Հակոբը։
Սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից այսօրվա համար առանձնացրել է այսքանը սոցիալական ցանցերի տեսությանը։ Մոնիտոր հաղորդաշարին կարող եք հետևել նաև YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107 հասմիկ Բուդաղյաններ։ Առայժմ